Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին, իսկ հետագա զարգացումները լի են անակնկալներով։ Անհամբերությամբ հեռուստադիտողները սպասում են տեսնելու, թե ինչ է լինելու յուրաքանչյուր կերպարի հետ, բայց հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալներ է սպասվում։ Դիանա Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ մինչև տարվա վերջ հեռուստասերիալը լինելու է էկրաններին։ Սա նշանակում է, որ դեռ ամիսներ կան, որպեսզի հանգուցալուծումը մոտ լինի։ Բայց մինչ այդ հեռուստադիտողներն անհամբերությամբ դիտում են հեռուստասերիալի հետագա սերիաները, որտեղ կա սեր, ատելություն, վրեժ և իհարկե այս ամենը ազդում է նաև նրանց երեխաների վրա։ Հունանն, ով տարիներ առաջ սպանեց Ռաֆին, այժմ կանգնած է իր երեխաների կողմից ատելության ու մերժվածության ճանապարհին։ Ճիշտ է, դեռ Գրիշոն Հունանի կողքին է, բայց դա չի նշանակում, որ նա երկար ժամանակ մնալու ու պաշտպանելու է հորը։ Ի տարբերություն նրա, Լեան արդեն որոշել է իր ճանապարհը նույնիսկ ընդունել Լեոյի կողմից ամուսնական մատանին։ Իհարկե այս ամենը հեշտ չեն մարսի ոչ Լեան, ոչ Լեոն, քանի որ Հունանն արդեն տեսավ այդ մատանին Լեայի մատին։ Իսկ թե ինչ զարգացումներ են սպասվում հետագայում, պարզից էլ պարզ է, բայց մինչ այդ Ավոն այժմ ծանր վիճակում է։ Եվ իր ողջ ջղայնությունը նա բնականաբար փորձում է թափել Էռնայի վրա, բայց Էռնան միայնակ ու անպաշտպան չէ, այս անգամ հայտնվելու է Արամն ու օգնի Էռնային։ Այստեղից հետևություն, որ շատ շուտով բեկումնային շրջադարձեր են լինելու հեռուստասերիալում ու Էռնայի կողքին հայտնվելու է մեկն, ով իսկապես սիրելու է նրան ու պաշտպանելու բոլորից։ Ինչպես կվերաբերվի այս ամենին Ավոն և արդյոք նա թույլ կտա, որպեսզի Էռնան երջանիկ լինի Արամի հետ, չէ՞ որ նա բոլորին տեսնում է իրեն թշնամի։ Նույնիսկ հայրը նրան տեսավ նման վիճակում այրվածքներով մրոտ։ Հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ Ավոն հայտնվում է հոր տանը։ Արդյոք նրանք խղճում են ու տանում, որպեսզի պահեն, բուժեն, թե ուղղակի նկարահանումներից մի փոքրիկ հատվածներ հայտնվել է էկրաններին և հեռուստադիտողները հետևություն են արել, ցույց կտա ժամանակը։ Եթե ցանկանում եք իմանալ ինչ սպասել առաջիկա սերիաներում, ապա միացեք մեր ալիքին, շատ հետաքրքիր է լինելու։ Բարի օր բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Այս օրերի ընթացքում շատ եմ ստանում նամակներ առայն, թե երբ են սկսվելու նոր սերիալի նկարահանումները, հունվարից։ Հարցնում եք, իսկ այլ նախագծեր լինելու են, այո, լինելու են, բայց Աստված առաջ կլինի, հետո կտեղեկացնեմ ձեզ այդ մասին։ Ինչ վերաբերում է նրան, թե իմացիր ավելինի շրջանակներում ֆիլմի մասին, վերջին զանգի հետ կապված լինելու է, թե ոչ, այո, լինելու է, օրը ժամը անպայման կասեմ ձեզ, բայց շատ հետաքրքիր հաղորդում է ձեզ սպասվում, թե ինչպես սկսվեց առհասարակ վերջին զանգը, ինչպես ավարտվեց, որովհետև այդ ժամանակ արդեն ավարտված կլինի եւ առհասարակ բոլոր դժվարությունների, հաղթանակների մասին անպայման կխոսենք։ Դա այդպես։ Ինչ վերաբերում է նրան, թե օրինակ ինչու չեք ստեղծում հաղորդաշարեր, որտեղ կպատմեք կամ կներկայացնեք մեր մեծերի մասին, ասեն, որ հարգելի սիրելիներ, մենք ստեղծում ենք նմանատիպ հաղորդաշարեր, շատ, արդեն 6 տարի է։ Իմացիր ավելին։ Մենք առավոտից հոսանք չունենք տանը, ինչ պիտի անեինք, որոշեցինք տնից դուրս գանք, բայց մի տեսակ շատ շոքա փոշմանեցի, որ ես գլխարկս շարֆիկս դրել եմ, լավ սենց անենք, արի, դոնի, գնացինք։ Քանի որ հարցերը շատ են, փորձեմ այս տարբերակով պատասխանել ձեր հարցերին։ Սիթքոմներ չեմ գրում, ոչ մի տեսակի սիթքոմ իմ գրչին չի պատկանում, չգիտեմ հետագայում կգրեմ թե ոչ, հավանաբար ոչ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խորհուրդ կտամ սկսնակ սցենարիստներին, կերտեք ձեզ, ունեցեք ձեր ձեռագիրը, ձեր գրիչն ունեցեք, ուրիշի գրչի հետ գործ չունեք, մասնավորապես հարևանի գրչի, դա գեղեցիկ չէ, նույնիսկ ամոթ է։ Կարդացեք շատ, տեսեք շատ, լսեք շատ, լռեք շատ և ապրեք ու ունեցեք ձեր կյանքը, բայց միևնույն ժամանակ ուշադիր եղեք մարդկանց
եւ փորձեք հասկանալ յուրաքանչյուրին եւ յուրաքանչյուրին փորձեք արդարացնել ինքներդ ձեր մեջ։ Իհարկե սա բավականին ծավալուն թեմա է, շատ ծավալուն թեմա է, շատ բան կարող եմ ասել այս կապակցությամբ, բայց այս բան այսքանը։ Նոր նախագծեր անշուշտ լինելու են, նոր նախագծերում Էմմա Մանուկյանը իմ սիրելի անպայման կլինի։ Ինչ վերաբերում է թե երբ կավարտվի Գոյամարտ հեռուստասերիալը, տարեվերջին, թե ինչ իրադարձություններ են ձեզ սպասվում, անսպասելի, իսկ թե ինչեր կլինեն առհասարակ մեր կյանքում, կապրենք, կտեսնենք, չծիծաղեցնենք բարձրալին, գուշակություններ անելով, թերևս այսքանը։